Ասում են, մարդը մարդուն հանդիպում է, ծանոթանում, սիրում կամ ատում ու ցտեսություն ասում իրար։ Այսօր այստեղ սրբազան երկրի կանչով հավաքվել ենք և ողջունում ենք հարգարժան տիկնայք հայոց աշխարհի։ Ողջույն։ Հարգարժան տղամարդիկ, մեր թիկունք, մեր գլուխ, մեր տան սյուներ, ողջույն ձեզ։ Ես ուզում եմ ներկայացնել մի ստեղծագործություն, որ ապնոթորն են իրար հետ խոսում։ Գնալու ենք մրերգիր, հապա իմ ալկեղի որ չեր տանգում մրերգիր։ Խավարցիլի մատախամը բերանում հոխանցում է համի դամը իր որդուն։ Լավ, մրգուշ մինակ ենտեղ սարերում ու հանդերում, բերք ու բարիք կաղցրացնում ու տալիս է թշնամում։ Հայրիկ, մենք էլ հայրենիքում ունենք սավ ու անդ, գնանք, փնտրենք, գուցե մի տեղ կգտնենք, կքաղցրացնենք բերան մեր։ Գուցե կա է, բայց չէ մզի դեղ ու ճար, չի ունենա են համն ու հոտն են հողի, են արոտի, որ մրերգրի շունչն ունի։ Լավ, կաղցրիկ, օսիատ կնեմ, կզու ձեզ, որ տուն բերեք մրերգիր, բավ է արդեն երգիր մնապ շապատ, մր արայատ գոզալ սարին անունդնին ատալավ, իմ հեր, իմ պավ, անքուն, անթաղ, ամեն օր ինձ կարոտում, ինձ կանչում են իրենց կով, աստված ուզեց, ես էլ ձեզի կմնալնամ, ու կբացեմ են փշալար սինորը, որ չխնդրենք եղեռնածին լպրծուկին իմ երգրի, թե թույլ տվեք, կարելի է գնանք մրտուն, մր երգիր, չէ գարմուկ, ոչ մի խնդրանք ու աղերս, բավ է արդեն, մերը մենք չենք ուզելու, պահանջում ենք ու պայքարում չարի դեմ, բարձրաձայնում իլուր համր աշխարհի, գնալու ենք, կառուցելու, ստեղծելու, շենացնելու, ավեր դարձած, մր սրբազան հայ երգիր։ Մեր գլուխ խոնարհումը ձեզ այն առումով, որ մր երգիրը կանչեց քեզ, կանչեց ու դու ոտիկ, տոտիկ, կարմիր սոլեր, թե չուխաներ, հակիտ, գնացիր պապոնց երգիր։ Ու այդ հիշողությունն է, տանում է այն հողը, ոչ թե ստիպել, այն կանչել է իր մոտ, ու ականջին խոսել հողը, երբ եք գալու, երբ պիտի դուք համախմբվեք, դառնաք մի բուր, մի խուրձ սրիչ, որը պիտի կտրի այդ թուրքի լեզուն, թուրքի ձեռքը, մատը, որ չասի, աթադաղ է, Արարատ չէ, որ չասի
Սինորն անցար, Արարատ չկա, Արարատը կա, եղել է ու կլինի։ Մենք բացում ենք Սրբազան երկրի էջը ու տեսնում ենք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր գնահատել են մեր ղեկավարին ու գրել իրենց խոսքը։ Են, որ չունի սարը աթադախ, են, որ չունի իր երկրի պատկեր, նա փող չէ, նա պարզապես տորորելու բան է, բայց այն, որ մեր շատ սիրելի Վրեժ Սարուխանյանն է, կոչանում մեզ, ռուզանով կոչանում մեզ բոլորիս, դա է մեր այսօրվա հավաքի իմաստը։ Մենք այն սերունդն ենք, որը վաղը մյուս օր կարող է չլինի։ Ինչու չպետք է մեր սերունդը վերցնի այն ամենը, ինչը մերն է, ու դրա համար ես կոչ եմ անում բոլոր մայրերին, բոլոր հայրերին, հայր, ունենալ շատ երեխաներ։ Մարդ, ում շատերն են սպասում, գրում է շատ սիրելի անձնավորություն Վրեժ Սարուխանյանը, թույլ տվեք։ Ամենաերկար ճանապարհն էր, կարճ կթվա, եթե գիտես, որ վերջում քեզ սպասող կա։ Ռուզան Խաչատրյանի համար այդ ճամփավերջի սպասողը Սրբազան երկիրն է, որտեղից էլ սկսվում են մեր սիրո ու գաղութի արահետները։ Գրող Ռուզան Խաչատրյանի համար երկիր գնացող ու եկող շատերի ճանապարհները միացան ու դարձան Սրբազան երկրի ակում։ Դա մենք ենք։ Դա Ռուզանի հոգու տաճարն է, որի որ մերը իր բանաստեղծություններն ու հուշագրություններն են, պատմվածքներն ու իրապատումները։ Սրբազան երկրում նա շրջեց գյուղեգյուղ, բացահայտեց բազմաթիվ ծպտյալ հայերի, ինչպես նաև ես։ Նրանց մեջ արթնացրեց հայի ոգին, շատերին կնունք արեց, վերագտավ իսկական անունն ու ազգանունը, տոհմի շարավիղը և մոռացված ու թաքցված հայրենականչը։ Նա մասնակցել է իրենց ինքնությունը վերագտնող հայրենակիցների հարսանիքներին, արթնացրել ավանդական ու հայեցին, ոմանց հրավիրել հայրենիք, ծանոթացրել մասունքներին։ Այդ ամենը Ռուզանն ամփոփել է իր 6 գրքում, դարձրել դասագրքային արժեք, որոնցով դեռ շատերը պիտի սերտեն հայեցի ապրելու կերպը։ Այո, ամենաերկար ճանապարհն էլ կարճ կթվա, եթե գիտես, որ վերջում քեզ սպասող կա։ Իսկ Սրբազան երկիր ակումբի նախագահ Ռուզան Խաչատրյանին ճամփավերջին շատերին սպասում։ Խոսքը տրվում է Ռուզանին։
Ողջույն բոլորիս, սիրելի ընկերներ, կրճակիցներ, մեր մասնակիցներ, պատերս երկար ժամանակ, շատ հաճելի է, որ այսօր հավաքվել ենք համահեղինակային բազաներկիր գրքի համար։ Իհարկե բացական մարդիկ կան, ուրեմն այս գրքում տեղ ունեն 37 հեղինակներ են, որոնցից միայն 10-ը գտնվում են արտասահմանում, մի քանիսն էլ գրիպի պատճառով, հիվանդության պատճառով այսօր ներկա չեն, որից մեկը մեր սիրելի Նունե Պողոսյանը դատավոր, որը երկար տարիներ դատավոր է աշխատել եւ հիմա համագործակցում է մեզ հետ, ավաղ նոր զանգ տվեց, ասել չեմ կարող։ Մեզ հետ հիմա գտնվում է մեր շատ սիրելի Գոհար Գալստյանը, որը ապրել է Արցախում, այժմ ապրում է Արմավիր քաղաքում, բժշկական աշխատող է, 5 տարուց ավել գիտեմ Գոհար Գալստյանին, ինքը շատ լավ ստեղծագործում է եւ միշտ երկրի կանչով գրում է բանաստեղծություններ։ Ծափահարեք Գոհար Գալստյան։ Պատուգիր, տրկում է Ջուլիետա Ասատրյանին, հայապահպանան նվիրալ գործին իր ներդրում ունենալու հայ մշակույթի զարգացման երկրում իսկ մյուս աշխարհին խտանելու համար։ Սրբազան երկրի գրական խմբակի ղեկավար Ռուզան Խաչատրյան։ Պատուգիր ունի ստանալու նաև մեր Գոհար Գալստյանը, նույնպես հայապահպանյան նվիրալ գործին իր ներդրում ունենալու հայ մշակույթի զարգացման երկրում իսկ մյուս աշխարհին խտանելու համար։ Մեր գրական Ձեզ համակարգան իմ ստեղծագործության լաչինիների ձերերի ամենանացը կոչվում է ձեզ Կոմիտասի հետ խողովեցի ուրավեցի նրա երկերի մեջ մեծ երևնի լացը լսեցի երկրի կարոտով շիրազը վարվեց նաև միջև մահ մայր գովերքեց Մագնուսը դարձրեց ճանաչ հայրենի բնության կանաչ Թումանյանի հեքիաթների շնչոց անցա անմեղ երազներից միջով Տերյանի աչքերով աշունը տեսա ու հավերժ աշնան դարձա Սևակի հետ չարն ու բարին տարբերեցի, սիրել սովորեցի Չարեցը ստիպեց պայքարել, անգամ իր հետ ողջակիզվել Իսահակյանը ցույց տվեց ցավը մարդկային հոգու, ինչպես նաև մաքարումը մարդու Դեմիրճյանի վարդանանքով ապարայրի ճակատամարտը վակեցի փառքով Ռաֆու հետ չարագործին պատժեցի, դավաճաներին չներել սովորեցի Ես մի հյուլ է ձեր մեծության դեր, ես ով եմ, որ ձեզ գովեմ Դուք անհաց եք մազիսի պես, անգամ ձեր տեսքով անտես Ուրեմն ես խնդրում եմ մի րոպե լռությամբ եկեք հարգենք, քանի որ մենք այստեղ ունենք զինվորի մայր, մեկ րոպե լռությամբ հարգենք երևույթներ մեր հերոս տղաներին, որտեղ այսօր այստեղ է գտնվում նաև զոհվածի մայր Այդա Բարեկյանը։ Խնդրեմ Այդա ջան, մի հուզվեք, եկեք մեկ լռությամբ հարգենք բոլորին, հիշատակս նաև Ստեփանին։ Սրբազան երկիր գրական խմբակը նույնպես իր շնորհակալությունն է հայտնում թափողրով մեր սիրելի Այդա Բարեկյանին, Այդային նույնպես ճանաչում է երկար ժամանակ հայապահպանյան նվիրալ գործին իր դրում ունենալու եւ հայ մշակույթի զարգացման երկրում իսկ դուրս աշխարհին խտանելու համար։ Սիրելի Այդա, եթե ուզեք մի բան ընթերցել, կարող եք ընթերցել ձեր
Ուրեմն այստեղ է գտնվում Գավառից մեր շատ սիրելի Կարինե Ղարաբաղցյանը, որը նույնպես ստեղծագործում է։ Եկեք մի երկու խոսք մենք հանք մեր սիրելի Կարինեի։ Մոմն է հարվում, կաթիլ, թափվում փխրուն ավազին, քարանում է ավազը թաց և ահուր գրվում մոմին։ Որ արսուքով է կարծրացել ամեն թիզը մայր հողին, արմատներով զորացել ու կարչել ենք մայր հողին։ Դու չես կարող մարդասպան, կոտրել ոգին զորավոր, հոգիներն են միավորվել, նահատակները բոլոր, ինչպես անթեղ բորբոքվում են, լույս են սփռում ամեն օր, մենք ազգովի աղոթում ենք, մոմեր վառում ամեն օր, դատաստանիդ օրը կգա, ոսող պատիժդ կառնես, քո մեղքերին հաշիվ չկա, արմատախիլ կլինես։ Որ կարողացել եք մեզ միավորել, այստեղ ստեղծել մի այնպիսի մթնոլորտ, որ միմյանց մենք ողջունեցինք, ճանաչեցինք և ապրեցինք մի հրաշալի օր, նոր ոգևորության փորձենք ստեղծագործել և մեր գրչով պահել, ծաղկեցնել մեր հայրենիքը։ Շատ շնորհակալություն։ Ակոշանում եմ հանձնել նաև մեր սիրելի Կարինե Ղարաբաղցյանին, հայապահպանման նվիրյալ գործին իր ներդրումն ունենալու, հայ մշակույթի զարգացման երկրում իսկ դուրս աշխարհին խթանալու համար Ռուզան Խաչատրյան և նաև Կարինե Ղարաբաղցյանը հայտնել է, որ ինքը ուզում է, որ անպայման դառնա Սրբազան էթնի գրական խմբակի անդամ։ Շնորհավորում եմ ես այսօր նշում ունեմ ինչ լավ չէ։ Ես անչափ սիրում եմ իմ երկիր, անչափ սիրում եմ իմ քաղաքը և սիրուս ծնվել է օրներքը, որ ես գրել եմ իմ քաղաքի համար և խոսքերը և երաժշտությունը ես գրում եմ այնպիսի, ուզում եմ գրել այնպիսի բանաստեղծություններ, որոնք հացի նման կենսատու լինեն և սփռվեն մեր Հայաստանում, իմ լուսաշող քաղաքում ու մարդկանց օգտակար լինեն յուրաքանչյուր խոսքը նրանց դրդի նոր սխրանքների, ապրենք լավատեսությամբ և հուսանք, որ Աստված ողորմած է և անպայման մեր հայ ազգը կհարմի և կբարձրանա և կզարգանա և տարածվելու ենք ամբողջ աշխարհում մեր տաղանդով, մեր հայրենասիրությամբ, մեր մայրապաշտությամբ, մեր հողի կանչով, շատ շնորհակալություն բոլորիս։ Ուրեմն մեր շարքերում են նստած շատ սիրելի արձակագիր, բանաստեղծուհի, երգչուհի, մանկական ժպիտ երկերի հեղինակ, երաժշտագետ, ստեղծագործող, ինչպես նաև ստեղծագործել է երաժշտությամբ իմ գրած բանաստեղծությունը սիրելի Ալբարդ Բաղդասարյանը։ Եկեք ողջունեք մեր Ալբարդին։ Ջան, բարևներ բոլորին։ Ուզում եմ իմ ստեղծագործություններից ընթերցել ձեզ համար։ Իմ հայոց լեռներ, այնքան շքեղ եք, այնքան բարևեր, ծաղիկները լուր, լանջերիդ փարվել, ասեղնագործած գորգեր են հյուսել, փրվել լանջերիդ բյուր գունազարդ շալ, որոնք ժպտում են նուրբ ու սիրավար, իմ հայոց լեռներ, ծաղիկ ծաղունքով ժպիտ եք բերել, ու ձեր շուրթերին բարության լույսն եք աղոթքով օծել։ Ուզում եմ թիկնել գորգալանջերիդ, հմայված նայել լազուր երկնքին, ուզում եմ պարել ես ձեր լանջերին, ուզում եմ երգել գորգերիդ վրա, ուզում եմ գոռալ ամբողջ աշխարհին, հայոց լեռների նմանը չկա։ Հոգիս ցնծում է այնպես, որ ծնվել եմ հայ ես, ուրախ եմ շատ ու հպարտ, հայն է Աստծո ընտրյալ ազգ, հայը խորհուրդ, հայը երգ, հայը պատիվ ու օրներք, հայը մի ողջ տիեզերք։
Եկեք թող Ալբախտը մի հատ երկի մեր բոլորի համար։ Այստեղ է գտնվում նաև Ալբախտի մանկավարժական երբ որ դասանել մեր աշխարհահռչակ տիտղոսակիր մեծ երգիչ Վանո Թադոն խփել Ալբախտի շտայլը խոսքը ասեցելով քանի որ ասեցին ես հիմա մի բան ընդմիջուվով խոսեմ մեր շատ տրվում է մեծ գրող արձակագիր Ռաֆայել Սահակյանին, որը այսօր վիրահատության պատճառով այստեղ չի գտնվում, պատվոգիր ունի, եկեք ողջունենք մեր շատ հարազատ Սասնա Տարոն աշխարհի մեծ վարպետ, նաև Արմավիր կանչթերթի խմբագիր, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, գրողների միության անդամ, խնդրեմ պատվոգիր Ռաֆայել Սահակյան։ Երբ որ այս գիրքը ուզեցա հավաքել, ես ուզում եմ ընթերցեմ իմ առաջի բանաստեղծությունը, որ մտքի սղացա ու ասեցի պետք է անպայման սրբազան երկիրը, պետք է ես հասնեմ իր նպատակին, բայց այսօր շատ շնորհակալ եմ մեր բոլոր գրչակից ընկերներին, որոնք ինձ օգնեցին նաև, իրենք ինձ հետ համախմբվեցին եւ մենք կազմեցինք այս գիրքը։ Տեսերուտների կմնա կհիշեն, հիշատակի նման։ Կարող եմ ընթերցել, ես աղոթում եմ։ Երկրի սրտի խոհերի միջով, կարոտի ժպիտով գնում եմ դարձյալ, գնում եմ քարկարոտ, փոշոտ ճամփեքով, կարոտներս վսեմ երկրիս հովիտներում դալար, հավատացյալի դողդոջուն ձայնով ես աղոթում եմ, որ օրհնյալ մնան, լինեն պաշտպանված ու սրբությամբ, պահեն հավատը խղճի մաքրությամբ, թող ծպտյալ հայերի հավատի լույսը երազանք դառնա երկրում տարածվի, ու բարության ամպերից լողան լույսի արպեցած օրհնակները ծավի, իմ սիրտը միշտ երկրում հուզված է տրոփում, որտեղ ծպտյալ հայերը օծվել են ուզում, որ շարժվի խիղճը եւ գուտ Աստծո ու կարոտս առնեմ երկրի ափերում։ Այստեղ է գտնվում մեր շատ հարգարժան նաև գրական Տուֆաշխարհի գրական խմբակի ղեկավար Պարոն Արգամ Աֆրիկյանն է։ Նախ ուզում եմ բոլորին մեկ անգամ ևս ողջունել եւ իմ ուրախությունը հայտնել բոլորին, ես
ամեն ինչի համար, որ մեկս տեսանք։ Շնորհակալություն հայտնենք նաև Հրուզաննա Խաչատրյանին, որ կազմակերպեց այս շատ մեծ գործը կարողացավ իրականացնել Սրբազան երկիր եւ քրական խմբակը եւ ստեղծեց եւ գիրքը հրատարակեց շատ մեծ աշխատանք է, շնորհակալ ենք, որ ստեղծեցին այս ամեն ինչը, շնորհակալ ենք, որ այսօր հավաքել ես մեզ միասնական եւ մենք բոլորս եւ նշում ենք քրկի ծնունդը, մեկս մեկս նաեւ ծանոթանում ենք, մեկս մեկովս ուրախանում ենք։ Ես ուզում եմ նախ եւ առաջ պատվոգիր հանձնել Մինակ դու կարդես Հայաստանի մշակույթի գործիչների միության Շիրակի մարզային բաժանմունքի կողմից պատվոգիր տրվում է Սրբազան երկիր քրական խմբակի հիմնադիր նախագահ Հրուզաննա Խաչատրյանին Հայաստանի մշակութային կյանքի զարգացման Սրբազան երկիր համահեղինակային գիրքը հավաքագրելու, համակարգելու եւ հրատարակելու համար։ Եվ մի երկու խոսքով գրքի համար ասեմ ես այսօր ոչ պակաս ես ուրախանում եմ ես գրքի ծնունդով, որովհետև ժամանակին դեռ գրքի մասին նոր ես մտահղացումները կար լոգոյի վրա ես էլ եմ տանջվել, չարչրվել, ստեղծվել է հետո մեկս մեկիս շատ հույսեր ու խորհուրդներ ենք տվել եւ վերջապես այսօր կարևորը ազնիվ ենք մենք Արկադի ջան, շնորհակալ եմ, որ շատ ազնիվ համագործակցում ենք։ Մեր մեջ ազնվությունն է խոսում իմ եւ պարոն Աֆրիկյանի մեջ։ Դեպի լուսաբաց։ Ամեն մարդ տեղում իր գործն անի, ազգի շուտապույտ փոսից կհանի։ Ամեն ճիգ ու ջանք նոր պտուղ կդա, հայոց աշխարհին լուսաբաց կգա։ Իսկ թե գործի մեջ սեր հոգի դնի, ազգիս ամեն տեղ առաջ կտանի, ու լուսաբացը կդառնա բերի, հայոց աշխենին ժպիտ կբերի։ Բավ է ծուրանանք, մեծամտանանք, գործի փոխարեն անենք բամբասանք, կամ մեղավորներ փնտրենք ամեն տեղ, անտեսենք ծաղկին, թեկուզ ոչ շքեղ։ Դժգոհենք Աստծո բաժին տվածից, կանգատվենք մեր իսկ ցանած տնգածից, մեր հին ու նորից, մեր թաց ու չորից, կյանքում մեզ բաժին հասած կդորից։ Սա է մեր ներկան և ունեցվածքը, ունայն է կյանքում քամու տվածը, ոչ ոք իր բարին մեզ մեր տուն չի բերի, ոչ ոք իր լավը մեզ չի նվիրի։ Ամեն մեկն ինքն է հարթում իր ճամպան, ընտրում իր համար ուղի անխապան, ուրիշի վրա թե որ հույս տնենք, ինչ որ ժամանակ պիտի փոշմանենք։ Մեր ճիշտը մերն է, թեւուզ եւ դառը, ինքներս պիտի ճնենք մեր ծառը, որ լույսը ծլի դառնա առավոտ ու միասնությամբ շողա արևոտ։ Ամեն հայ մի լույս, աստղ է կենարար, բայց թե ամենքից մի կայծ գա տաճար, Սարտոն կհառնի հոգին ավելված, կբացվի հուսով հայոց լուսաբաց։ Բերկառատ հույսը, վերջ լուսաբացին, կյանքին ժպտալով կթամբի իր ձին, փառավորելով լավ գործ ու միտքը, կսուրա դեպի պայծառ գալիքը։ Բոլորիս համախմբվենք, մեկս մեկի սիրենք, հարգենք, ընդունենք ինչպես կանք, որովհետև մենք բոլորս իրար արյունակից ենք այս աշխարհում, բոլոր հայերը իրար արյունակից ենք եւ մենք աշխարհի առաջի ու ամենահին ազգն ենք։ Մեզնից է կախված այս աշխարհի այս երկրագնդի ճակատագիրը։ Մենք եթե պարակված ենք, մենք եթե վատ ենք մեկս մեկից վերաբերվում, աշխարհում ամեն տեղեր պատերազմներ է սկսվում։ Երբ մենք համախմբված ենք, երբ մենք իրարեցիով վերաբերվում, ամեն ինչ իր տեղն է գնում։ Նաև մեզ համար է ամեն ինչը լավ, ամեն ինչ առաջ է գնում մեզ համար։ Եվ դրա համար մենք պետք է միասնական լինենք, համախմբվենք, որ եւ Արարատը բերենք, եւ Հայկը բերենք, եւ ամեն ինչը մենք ունենանք։ Արգամ Աֆրիկյանի նույնպես հայապահպանման դպիրալ գործին իր ներդրում ունենալու հայ մշակույթի զարգացման երկրում իսկ դուրս աշխարհին տանելու համար։
Շնորհավորում եմ սիրելիս։ Այստեղ է գտնվում նաև բոլորիս կողմից սիրված, շատ սիրելի, բանաստեղծուհի, դաշնակահարուհի, նաև բոլորիս ուրախացնող սիրելի Գյուլնարա Իվանյանը, եկեք ողջունենք մեր սիրելի Գյուլնարային։ Наконец, она просто красавица. Խնդրեմ Գյուլնարա ջան, ձեր խոսքը կարող եք ասել։ Ողջունում եմ բոլորին։ Շատ հաճելի է գտնվել այս ծաղկաբույլի մեջ, շատ շնորհակալ եմ Շատրյանին ինձ ներկայացնելիս։ Երբևէ չէի պատկերացնում, որ այս երկու ստեղծագործությունը, որը տպագրվել է Սրբազանի գրքում, կտպագրեի։ Ես այն գրել էի որպես հոդված մեր ժամանակների 90-ականներից հետո, թե ինչպիսին է եղել մեր կյանքը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հենց այդ երկու ստեղծագործությունն է տպագրվել այս գրքում, որպես կնիկ մեր ապրած ժամանակների, որովհետև միայն պատերազմը, միայն անցյալը, ծրածը, ուշը, բանը եւ այլն, միայն դա չէ մերը նաև նա է այն ներկա, որը մենք ապրում ենք, որը մեզ հետ է, կարծում եմ նման գրքերում արժին նման իրապատումներ տպագրվեն։ Չգիտեմ, կուզենաք լսել այդ գործը կարդամ թե ոչ, բայց հուսամ երևի դուք կկարդաք, ես որպեսզի երկար չխոսեմ, իմ բանաստեղծություններից կամ պատրաստից մի ստեղծագործություն կարդամ Հողերիս գրքում։ Երևի վաղուց ցավի սարմատը այսպես չէր ջրվել։ Մի ծիր ոնց դարձավ եւ արմատ տվեց ու խրվեց հոգում։ Միթե իմ ցավը ընկերացել էր խոր ակունքի հետ եւ ճովավորվել ցավի արմատը այն դարձել էր ում։ Ինչ գեղեցիկ էին պտուղներ հագել ծառերը հայտյա։ Ինչ գեղեցիկ էր գարունը հայոց տերևների մեջ։ Աստված իմ, ինչու դու ցավի վրա աճեցրիր միայն մեր հայոց երգը, մեր սուրբ լեռնենին, ինչպես բարի։ Ապրում է ազգն իմ երկնային ցավով, հազար կյանք նրկած, ջրում է հողը բուրըն արցունքով, փրկիր մեզ Աստված, աղաչանքներս վերադառնում են աղոթքի նման, եւ խնկաբույր է ծխում հոգուս մեջ, ամպերը չկորան, գոռում են անվերջ ամպերը թխպոտ, ոտիքս չեկան, գոռում են վշտի օվկիանում խրված, մամուլներ հայկյան, խրվել են բոբիկ, ոտքերը նրանց անհատակ ծովում, այս ինչ վրեժի պար է ջրի հետ հողերիս գրքում։ Նաև պատուգիր ունի ստանալու մեր սիրելի Գյուլնարա Իվանյանը, պետք է մանունն է չեմ կարում ժամանակյա։ Եվ ես խնդրեցի Ռուզան Մկրտչյանին, թե արդյոք ցանկություն ունի տպագրվելու Սրբազան երկիր գրքում, նա ինձ պատասխանեց սիրով։ Իհարկե, նման անուն կրող գրքին ինչպես կարող եմ չտպագրվել եւ այդ գրքում չտեղադրել իմ ստեղծագործությունը։ Խնդրեմ, Ռուզան Մկրտչյան։ Ողջունում եմ բոլորին, սիրելի ներկաներ, գրչակից ընկերներ, ամեն անգամ մասնակից լինելով յուրաքանչյուր նոր գրքի շնորհանդեսի, ավելի եմ համոզվում, որ իմ հայոց ազգը եղել է ու հավերժ կապրի իր բազմաշնորհ զավակների տաղանդի շնորհիվ, որի վառ օրինակներից մեկը մեր հայրենասեր, հայրենապաշտ ու երկրակարոտ հայուհի Ռուզաննա Խաչատրյանն է։ Նա բոլորիս մտքով տանում է դեպի նախնիներից հրաշքետրի կորսյան ճամփաներով։ Նա սերն է հոգում վառ է պահում կորցրած էր լի Գողգոթայի ճամփեքով անցած նախնիների դաշան պատմությունները։ Եթե չունես անցյալ, ապա դա չունես ապագա։ Լինելով գաղթած նախնիների ժառանգ, նա չէր կարող անտարբերացնել մեր ցավի ու տառապանքների կողքով եւ մեծագույն սիրով ձեռնամուխ եղավ Սրբազան երկիր գրքի հավաքագրման եւ լույս ընծայման աշխատանքին։ Մեր նախնիների դառը անցյալն անհանգիստ չէր տալիս եւ նա հույսով Սրբազան երկիր քայլեց նախնիների ոտահետքերով, հասավ այնտեղ, ապրեց նրանց կորստյան ցավը եւ խոր կսկիծով թողեց այն հողը, որ ամեն օր նրան կանչում է։ Մեր սիրելի Ռուզաննային
հաջողություն եմ ցանկանում բեղուն գրիչ, Աստված հզոր կամք, մեծ ուժ ու տեզրական առողջություն պարգևի, որ մեր հայրենասեր հայուհին ավելի կարողանա մեզ մոտեցնել մեր անցյալի պատմությունների բացահայտման խորքերին, սիրել ներկանել, որովհետև Ռուզանան եւ մենք այն կենդանի վկաներն ենք, որոնք տեսել ենք այդ դառ անցյալի միջով անցող նրանց աչքերից հոսող արցունքները։ Շնորհավորում եմ բոլոր համահեղինակներին, հատուկ շնորհակալություն Ռուզանա Խաչատրյանին, թող շարունակական լինի, մենք այնքան շատ ասելիք ունենք մեր նախնի դաժան ճակատագրից, եթե խոսենք տարիները չեն հերիքի, ուստի թույլ տվեք ընթերցեմ իմ ստեղծագործությունը եւ խոսքս ավարտեմ բոլորի բարին մաղթելով։ Շնորհակալություն։ Սիրատենչ երկիր իմ նախնիների, մենք նորից հաստատ կվերադառնանք, մեր հավերժաշող կարոտը երկրի, գալիս սերունդի դատին կթողնենք, տները նախյաց ավերակ են դեր, դրներ ժանտոված կողպերկով փակված, լուր խոնարահես սպասում են մեզ, անվերջ կանչում կարոտից պապագած, համայն մարդկության քար լռության մեջ, բնավեր թրջում դարձանք ազգովի, թուրք յաթականից սրից մահապուր, լուր թապարական դարձանք ազգովի, երկար տարիներ անցել գնացել, մորմոքվող ցավը սպի է դարձել, սակայն այդ սպին դեռ չի վերացել, հողն իր տիրոջը կանչում է կրկին, հողը կանչում անդադար, նրա կարոտին չկա ելքուճար, սերունդը հայ պետք է հասկանա, նախնյաց բնորանը թուրքին չի մնա։ Շնորհավոր լինի, տակ ժամանակից չեմ կասկան։ Ռուսաստանում ունենք Գոգ Մնացականյան, նրանք նույնպես շնորհվել է պատմուկին, եկեք շնորհավորենք Գոգ Մնացականյանին։ Նաիրա Խալատյանին, որը այսօր տղան Ռուսաստանից եկել էր, ուրախության պատճառով չկարողացավ ներկայանալ, շնորհավորենք նույնպես իրեն։ Նաև Մարիա Անդրեսին, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հաճույքով ինքը համագործակցում է մեզ հետ, շնորհավորենք սիրելի Մարիա Անդրեսին։ Ջերմ ողջույնները հղել Ամերիկայից գրողների միության անդամ, գրող արձակագիր մեր սիրելի Հեղնար Հելեն Ավագյանը, մեզ ասեցնում են կողմից անպայման կասեք, եկեք շնորհավորենք նույնպես մեր սիրելի Հեղնար Ավագյանը։ Մենք ունենք պատվոգիր հանձնելու Աբրահամ Բեկին, որը ապրում է Մոսկվա քաղաքում, մի արմատների կեսը կարող եմ ասել սյունած աշխարհից, եկեք շնորհավորենք պատվոգիր համար նաև մեր սիրելի Աբրահամ Բեկին։ Պատվոգիր ունի նաև Չեխիայում գտնվող Գեղամուշ Աբրամյանը, որը Չեխիայի Պրագա քաղաքում աշխատում է որպես մանկավարժ, եւ եկեք ողջունենք մեր սիրելի Գեղամուշին։ Սյունած աշխարհից, որը ապրում է Երևանում, մեր սիրելի Գոհար Գարունը խնդիրներ ուներ Սյունիք է գնացել, հիվանդ բարեկամ ուներ ներողություն խնդրելով, բավականին մեծ գործեր է դրել գրքի մեջ, բայց ափսոս Գոհարը շատ լավն է, հենց այդ կարծում եմ, հա Գոհարինը ասեց խնդրում եմ ինձ թողներեն շատ ափսոսած, շատ, անգամ հուզվեց, որ ներկա չի, Գոհար ջան շնորհավորում ենք։ Ուրեմն պատվոգիր ունի ստանալու նաև այդ աղետան, որը գտնվում է Գերմանիայում, նույնպես շնորհավորում ենք Գերմանիայում ինքը ունի հայկական ամսագիր եւ այդ հայկական ամսագրերի մեջ տպագրվում են բանաստեղծներ։ Շնորհավորենք մեր սիրելի այդ աղետային։ Պատվոգիր ունի նաև Լուսիա Փալանդուսյանը Բերդ քաղաքից Տավուշից։ Եկեք շնորհավորենք իրեն։ Արտիկից ունենք
շատ մեր սիրված, որ ապրում է ներկապահը Հենո Գրիգորյանը Աբովյանում, 6 երեխա ունի երիտասարդ տղա, 1000 անգամ ասեց ինձ կներեք, չեմ կարող մասնակցել։ Պատուգիր ունի նաև Վայ Գարեգինը, եկեք շնորհավորենք։ Մեր սիրելի Գայանե Ապերյանը գրիպի պատճառով դարձավ, չկարողացավ մասնակցել։ Պատուգիր ունի նաև Տվեր քաղաքում Ռուսաստանի Մերսիդա Ղուկասյանը, որը համագործակցում է նույնպես մեզ հետ, եկեք շնորհավորենք իրեն։ Պատուգիր ունի Բելգիայից Մարիան Բաղդասարյանը, եկեք շնորհավորենք համագործակցություն։ Ֆրանսիայից երևի շատերս ենք ճանաչում գրողների միության անդամ Էմմա Մովսիսյանին, եկեք շնորհավորենք արտաքին Էմմային։ Պատուգիր ունի նաև Ալբինա Փաշինյանը, մեր շատ սիրելի Ալբինան աչքի վերահատել էր բանը, ասում եմ նայ տեսես ոնց գամսեն։ Շնորհավորենք, պատուգիր ունի նաև Նայրա Գյուզալյանը, շատ սիրում են մեր շատ համեզ Սիլվա Միքայելյանին, մեր բանաստեղծի մի քանի օրից նաև գնալու է Դուբայ, մասնակցելու է ֆորում են։ Ես տոմսի պատճառով չկարողացա, տոմս չկար իմ համար։ Շնորհավորել բոլորիս ծանոթացանք նոր գրչակի ծրագրերի, կարողնենք զավակներ հին ընկերներից, որը շատ հաճելի է, շատ տեղերում են լինում, շատ տեղեր, սա ձեր համագործակցության առաջին շատ չերկարասնեմ, ուզեմ, որ մի գամ եղերական Արնախում ցեղը ծծում էր ազգիս արյունը արդար, ասկյարը նրանց քշում էր մեր զորի բահման անապար, նրանք մերկ էին, հոգոտան, քաղցած, ճաքած շուրթերով, հարաչում էին աղաչում Աստծուն փրկել հավատով, խավարում մի կերպ նեղ կածան գտած հայ է տալիս էր իր ոսկին վերջին, աղերսում, խնդրում այդ բիրտ տականքին, որ գոնե փրկի նա իր գանգրահեր մեն մի լուճարին, խնայի նրան, իր վերջին հույսին, անմեղ զավակին, բազմության շարքում ազգի սերուցքներ քշվում սպանվի, ովքեր այդ օրը հայ հավերժության նահատակ դարձան, նրանք իրենց հետ տարան մեծ մտքեր, հայ երգը տարան, հայ խոսքը տարան, հորովել տարան և շարականներ, սիամանթոներ, վարուժան, զոհրան, որ խաչքար դարձան, հրտված հատուկեն, հայի մասուկներ, ազգի բարձանքներ, որ հետո պիտի տակ մոխրակույտից հարություն առած վեր բարձրանային ուժով ընդհատված երկեին երկեր, ու ելան, հացը կամեցին քարից խառնելով արծում, շիվերը դալար ջրեցին ցավով ու բերք ստացան, աշխարհին սիրով բաշխեցին բարի չկերան անհոգ, և այդ արհավիրքից մազապուրս փրկված խաչքարերը մեր դեռ պիտի խոսեն, պիտի բողոքեն, չպետք է լռեն, տունդարձի ճամփան գտնելու համար պայքարեն պիտի, որ ամեն մի քար իր հողում ճաքի ու աղբյուր ցայտի, որ ամեն մի շիվ իր հողում աճի, քանզի այլ հողում նա չի կանաչի։ Շնորհավորում եմ ձեզ, ինչպես նաև նկարականի համար, որպես որ դարձակ սրբազաններ գրական թվակի անդամ։ Շնորհավորում եմ ձեզ։ Սյունած աշխարհից կարող եմ ասել կրկին, որը ամուսնացել է Արմավիր քաղաքում, ինքը իրավաբան, ամուսինը քաչ կրպած զինվոր, Նարը Համբարձումյան, խնդրեք
նաև Շնորհակալ եմ։ գրքի համար։ Ես մի փոքր թույլ եմ ուզում եմ, շնորհավորում եմ բոլորին։ Նարան ես ես ասեմ, ներկայացնեմ իրեն փոխարեն, ինքը ճիշտ ասում, շուտ ահուսվում, ինքը միշտ գրում է բանաստեղծություններ, անգամ իրեն էջում անդադ մեր հեռավորի զինվորներն են խոսում, որ նրանք անմահացած են, Նարան այդ վիշտը կրելու իր միշտ գրում է նման բանաստեղծություններ։ Նարա ջան, քեզ հետ համբերություն, իսկ ու ամուսին Սարգիսին թող ամփոփցանք սահմանապահում միշտ իշխերում է։ Շնորհավորում եմ նմանապես եւ մեր գրական խմբակի անդամներպես։ Շնորհավորում։ Մեզ հետ է նաև շատ հարգելի, շատ լավ գրող Հակոբ Մարկոսյանը։ Համեցեք։ Ողջունում եմ բոլորիս, ես գեղեցիկ հաջողության համար մեր բոլոր համերունակներին։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ կես դարից ավել ստեղծագործող մարդը ինչ զգացումներ կունենա, որ ընդամենը 2 տարի է, որ ես կարող շփվում եմ այս միջավայրի հետ, ինքս չեմ ինձ բացահայտել, կարող եմ ասել, որ ճանապարհ դեպի կրկես ֆիլմը, եթե հիշում եք, այնտեղ որ ասում եմ, իսկ ով հայտնաբերեց, իհարկե Խաչյան, այս դեպքում ես կպարտական եմ իմ լավագույն ընկերոջ Արգամ Ապրիկյանին, որ եւ այս ճանապարհը ցույց տվել, եւ ես շատ զգացված ուրախ եմ այս ամեն ինչի համար։ Քիչ առաջ մենք խոսում էինք մեր հարգարժան Ազգան Ասատրյանը, որ խոսեց Սրբազան երկրի մասին, հենց մի քիչ առաջ էլ էստեղ խոսեց, որ Սրբազան էլ Սրբազան երկիր առանց Արարատների Մասիսարի խորհրդանիշ վկայության, եւ հենց դա գրավեց ինձ հետ Սրբազան երկիր վերնագիրը, որ ինձ առաջարկեցին, ես շատ մեծ սիրով պարտությամբ որոշեցի մասնակցել եւ ուզում եմ միշտ իմ ստեղծագործությունից առաջ փոքրիկ նախապատմության պես մի բան եմ անում, որ երկար տարիներ միշտ ինձ ասում են մի ասա այդ բան, բայց ես չեմ կարող չասել, որովհետեւ 37 տարի 7 ամիս ինձ փոստատար եմ աշխատել, ընդհանրապես փոստատար եմ։ Ինձ ասում են ինչու ես դա ասեմ, ասում ախր ես փոստատար էի։ Հետո դարձա, ինձ ունեցին այս շարքերը, շատ լավ եմ ինձ զգում։ Եվ այդ ճանապարհին այս երկու ստեղծագործություն կա, այս 6-ից 2-ը, որոնք վերաբերում են մեր Մասիսներին խորհրդանիշ հանդիսացող, որոնք գրվել են հենց այդ աշխատանքի գնալու ճանապարհին։ Երբ ես գնում էի աշխատանքի, մեկ այնտեղ մի անշուք շենք կա, որ անշուք շենքը պատկերացրեք դեմս դուրս եկավ եւ Մասիսները կորան, վայ ասի ես անշուք շենք, ու հենց այդտեղից ծնվեց մի շատ հետաքրքիր բանաստեղծություն։ Հենց այդպես էլ վերնագրեցի զորականություն, բարձրագնա հսկա շենքի պատկերն անշուք, անգթորեն ծածկում է դեմքն Արարատից, ցցվել այնին դեմ ինչպես ոսող մի թուրք, ու չի թողնում, որ ես հասնեմ լեռն կարոտից, ցցվել է շենքն իմ դեմ ասես մի բռնակալ, փակել ճամփաս դեպի իմ սուրբ լեռը տանող, ախ, լինեի ես մի հզոր աշխարհակալ, ու լինեի մի քաջազնիվ հաղթանակով, արշավեի ու սրբեի ողջը ճամփիս, հարթ կանաչ գորգ ես սփռեի ոսկե նկար, այն ժամուղին դեպի սուրբ լեռն Արարատից, բաց կլիներ ողջ հայության ուխտի համար, ու աշխարհի բյուր ծայրերից, շարան, գային հայերն ու անցնեին հրաշք ճամփով, սեր օրնություն քարոզեին սրբախորան, որ լեր կարոտն Արարատից հլվեր շուտով, օ ես որքան կուզենայի ոգով անքեն, որ այս անշուք պատ վարակույր շենքի նման, ոչ մի արգելք ու խոչընդոտ խոժորադեմ, էլ չծածկի չքնավ դեմքը իմ սուրբ լեռան։ Բայց սա եւս էլի խորհրդանիշ համարով ես չեմ կարող սա չարտադրել, որտեղ ասում են չամեն մեկի համար, ամեն բանաստեղծներից համար, հենց իրենց գրվածներից մեկն է շատ հետաքրքիր բանաստեղծություն, Արեգնա թագադրում, Արեգնա փայլ ոսկին դիպավ, ձյունաճերմակ Մասիս սարին, Մասիսնեն ոնց սիրունացավ, պարգևներով դրախտային, ելավ արփին, ողջ հմայքով, համբույր բաշխեց հայ աշխարհին,
Համբույրի ջերն օքեթով շոյեց Մասիսի սուրբ սարի, համբույրն այդ արեգնանուշ էլ բորբոքեց խարոտ դիմվար, քանզի բերեց ցավոտ մի հուշ, հին օրերից իմ կենսավար, երբ էր այն, որ պապերից չքնաղ էրգրից դրախտավայր, խլվեց հրաշ սարը Մասիս, հայոց գանձը սուրբ ուխտավայր, մեր ոգով կարոդաբարդ, երբ պիտ գտնենք ուղին հույսի, արդյոք էլ երբ լերնին գերված, մեզ հույս կտա վերադարձի, որ կլինի, որ նույն արքին, իր համբույրով արեգնանուշ, մեզ կսերի Մասիսներին, հավերժատև սիրով թնքուշ, թող որ կամոքն ամեն հայիս, անհետ կորքի, ամեն արավ, վերադարնա սարն իմ Մասիս, արեգնաթակ լերն արարավ։ Շնորհավորում եմ նույնպես այս գեղեցիկ պատմողների համար սխրազանեցի Շնորհակալ եմ և զբաղված, որ ես վերջապես ձեզանից ոչ պոստատան, այլ վերջապես ձեզանից մեկն ոչ թե պոստատան։ Ամեն այն դարձել ուզի կինո երբ որ նայում ենք, ասում են ես այդ կինոյի վերաբերյալ ես մի հատ բան ասել որ վերջում նամակը ծամում է ու ես այդ նամակի շուրջ բանաստեղծություն գրել։ Ես էլ էի շատ փորձում ծամել այդ ավտոյի տուգանքների ժամանակ։ Շնորհավորում եմ։ Մոմ ու խունգի մոտ է գալիս։ Մեր քարերին արևի շողը շաղել, քարերից այս արևի տակ հոտ է գալիս։ Մեր քարերը Հայաստանին խոսել գիտեն, դժբախտ պահին աղաղակել լացել գիտեն, մեր քարերը թշնամու դեմ կռվել գիտեն, հաղթանակել քոչարի պարել գիտեն, ինչեր, որ չեն արել մեր քարերը։ Հիմա ես այստեղ է գտնվում նաև Շիրակ աշխարհից, աղջիկից, մեր շատ սիրելի Նորա Սիմոնյանը։ Համեցեք Նորա ջան։ Մասիսի կատարի ձյունե շվարշներում պիտի ծածանվի դրոշը հայկյան, լույս ճարագյանու երկնից լերներում հնչեն տարերի ձայներ, քո գագաթներին արևը շողա, որպես նորորվա լույս ու ջերմություն, գալիք տարինում միշտ լինես ներկա, Մասիս դու սուրբ լեր, մեր հավերժություն, ամպերի միջից դու մեզ ես նայում, որպես հավերժության հայոց նուրբը կա, քո վեհության պես ուժ ու հույս տալիս, որ մեր սրտերում վարվի հավատը, ձյունե գագաթով Մասիս վեհապանց, դու մեր հույսերի լուր պահապանն ես, քո լռության մեջ տարեր են անցել, հայրենի հողին ես վկա մնացել, թող հայոց ուրը միշտ անշեջ մնա, նա իջան հոգին մշտարդուն հոսի, հայոց արծիվը ազատ զավարնի, հզոր թևերով հողը պաշտպանի, հողը տականա տիրոջ ջերմությամբ, արվան ծաղիկներ, պտտեն ծաղկեն, ջրերը հոսեն դաշտերով հայոց, և ոտը լսվի այդյան բույրերով, Մասիս վեհապանց, հայոց հզորվեմ, էրգիշ պապագան, ժարանք հայկական, Մասիս լերան ձյունե գագաթ, հույսի ջրակ, հավերժ վարված։ Պատուգիր եմ հանձնում նաև մեր սիրելի Նորա Սիմոնյանին, շնորհավոր Նորա ջան։ Այստեղ է գտնվում Շիրակ աշխարհից մեր շատ սիրելի Մելանիա Համասյանը։ Ինքան եմ հուզված, ինձ թվում է այսօր սրբազան մեր նախնիների ոգեշնչման օր է, սա մեր սուրբ երկրի, ես չգիտեմ, ես չէի պատկերացնում, որ իմ գործերը այսօր այս տպագրված ինչ-որ սրբազան երկիր, Հուզաննա ջան, դու ոնց որ տաճար ես կառուցել մեր նախնիների հոգիները դու այնտեղ բոլորը այնտեղ կաշնանան եւ այս հուզմունքը ինչ որ մենք նստած այսպես ապրում ենք մեր նախնիների հոգիները այնտեղ բոլորն արթնացել են ես չգիտեմ ոնց չեմ կարող շարժված եմ իրոք գիրքը գրքի վերնագիրը եւ բոլոր մեջը ինչքան ելույթներ եղան եւ ինչքան գործեր է տպագրված, բոլորը այսօր ոնց որ հիշադակի օր է եւ շատ ժամանակին մեր ազգի համար այսօրվա օրը եւ այս գիրքը շատ
գնահատելի շատ մեծ գործ է, որ մեր սերունդները, մեր ազգի ներկա վիճակում երիտասարդ սերունդը կարտա այս բոլոր ստեղծագործությունները, թե ինչքան մեր ինչ ծանրությամբ, ինչ զոհեր ենք մենք ունեցել, եւ այսօր ոգեկոչման օր է, որը ինձ թվում է կհասնի եւ թող որ մեր երիտասարդ սերունդը այսօրվա հայ ժողովրդի վիճակը սա ոնց որ դաս լինի, Երանի շատ մարդիկ մասնակցեին եւ զգան, որ այսօր հայերին այսպես համախմբվել, այսպես հիշել նախնիներին եւ վերակառուցել մեր ազգի, երկրի կյանքը այս ոգով մենք անպայման կհաղթենք, ինչ պայմաններ լինի, այս ոգով գրվածներ, այս գրքերը կաշտացողները մի խոսքով կաշխատեն պահպանեն մեր սուրբ երկիրը, սրբազան երկիրը։ Այստեղ ես մի հատ բանաստեղծություն տպվել է իհարկե բացարձակ մտքիցս չեն անցնում, որ մեր հայ ժողովրդի ներկա վիճակի տառապանքների եւ շատ ծայրահեղ ճակատագրական ապրումների ժամանակ այսպես սրբազան գիրք լույս կտեսնի, իրոք սրբազան գիրք է։ Եվ այստեղ զուգադիպությամբ տպված է իմ գործերից մեկը, որը ես նույնպես շատ պատմական հիշադակի օր է գրվել, բայց այսօրվա այս արարողությունը փաստորեն իմ գրածը այնքան համահունչ է դրամբերած չմարված։ Լավ, չեմ ասի, մենակ կաշտած ինչը գրվել է հարսի հետի աղի, իմ կարս անի, ինչպես նայեմ ես իմ հողին, ինչպես կանգնեմ իմ տան շեմին, ինչպես մտնեմ եկեղեցին, որ իր ձևքով ու քրդինքով պապս է շինել ու ծարտնգել, սուրբ տաճարների պատերը շարել, տատս երկելով բոլոր է ասել, օջախի ծուխը միշտ վար է պահել, կանգուն են դեր պատերը հին, որ դիմացած տարերի վեր, չարտ շամու թաշան խաղին, ջան անձրևի ուշկին կամում, աշտար ձերքով սիրով շիրված, դեր սպասում են դռները բաց, լուրություն է շուրջ ամայի, տաճարները լուր խոնարված, զավակների վերադարձի օրհնանքի սիրով լցված, ղողանջներին են սպասում, միայն գետն է անցային հոսում, ու ողբալով գալիս անցնում, տադիս երկերն էլ չի լսում, պապիս լողալներ չի տեսնում, նա տեսել է այրուն ու քիչ, տարել իր հետ ուրախ քրքիչ, ու գեդակն էլ առաջվապես չի քրքջում ուրախ խոսում, այլ լուր խոնար հարարելով սլանում են ավշտացած, բայց իր հույսը չկորցնելով, նա անդադար վերադառնում ու հսկում է տուն նամայի, մինչև ետ կասերը բարի, օջախի լույս հավեր վարի։ Պատուգիր ունեք, խնդրեմ Տիկին Համասյան, սա ձեզ սրբազանեցիր։ Հիմա խոսքը տալիս եմ Կիրիլա Ղուկասյանին։ Կարշ, որտեղ ասում է ժամանակ։ Արեք ձեզ հարցի ներկանների կրճատից ընկերներ, համարվայնիկ ճավանած իսկապես շնորհ շնորհակալ եմ բոլորի առավել ևս կուսանավականքեզանից, որ հնարավորություն ստեղծեցիր ամբողջ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք տպագրվել մեր խոսքն ասել։ Շնորհակալ եմ բոլոր կրճակից ընկերներին ևս նման հաճելի պայքարով։ Սիրեմ շնորհակալ, որ դուք դարձաք մեր սրբազաների քրական խմբակի անդամ, շնորհավորում եմ եւ նաեւ այն գեղեցիկ պատմուտները։ Հենց որ գրքի խմբագրների մասին նույն նույն պահին գրել եմ այս ստեղծագործությունը։ Էй Մարութա բարձրիկ սարեր, սարի ուսին բազմած արել, հով են արել, զով են արել, դաղված սրտից ճար չեն արել, մշոն սարեր մեջ ամբենում, սասնա ձորեր ծաղկում, գալում, հոգի սանում տաղն ու վրա, առանց կրակ դաղ են անում,
ու վանքերիս կարոտ սրտով սուրբ կարապետ դեմանում, ես փոշիրն եմ, չես ճանաչում, աղ Նորանի սուրբ պատերին, պապիս դաջված արյան գունակ հետքն եմ խնդրում, ունք եմ սխում ու աղեցում, իմ մասիսին, արարատին, բանա լճին, մեղրագետին, սասունին ու մշոհային, տուն եկ, ձախուկ, կռունկ մոլոր, բավ է ապրեստացոտ աչքով, հողն է ճակում պրոշը չոր, ամենազորդ է, բարեխոս եղի հայ բախտի համար, հրկիտ ու չարից ողորմած աստված, ու տունը հայի անսասան մնա, ազգս հավերժո հարատեկ։ Ուրեմն այստեղ է նաև Շիրակ աշխարհից, որ ապրել է Աստրախանում, մեր սիրելի Նազելի Վարդանյան։ Ողջունելս բոլորի տակերի կրտքեջերներ։ Շնորհակալ եմ, որ մենք ստիրացանք, այսպես ասած, այս բախտին, մեր սուրբ երկիրը, եթե մենք չհիշենք, եթե մենք չգրենք, անպայման պիտի գրենք և պայքարենք, և ցանկանանք։ Ես մի հատ փոքրիկ բան կարծեմ, իմ օտարության մեջ ապրելուց ես ինչ եմ զգացել։ Երևի ինչ-որտեղ սառա մարդկային հետաքրքրությունները, մարդիկ անհույս տկեցին իրաց բնորարանը և այդ ամենի մեջ կար մի աղերսան, Աստված կրկիտ երկիրս։ Աղավուր դժվար է, ովակամարից տրտված, որից մեկը ես եմ եղել, հայտնվել է օտար մի տեղ և հարգատարաբար և դեռ երկար է ապրելու, մի տեղ, որ չկա մի տակ ձեռք, որ ձեռքը թվրնի հարազատի պես, ջեր ու սադրով։ Հայրենիքից կտրված հայրենի հողից եղու, հույս չկա նորից վերադառնալու ինտերնակի նման դեպի նոր բուրը։ Ես փոքրիկ էինք, հաճախակի մեր պապերը արտաբերում ենք գաղթական բառը, արտասվում ենք և հոգոցանում, իսկ մենք չենք գիտակցում, ինչու են արտասվում, պատճառն ինչ է։ Ճակատագրի բերումով 100 տարին մեկ կրկնվեց այդ բախումը։ Արտագաղթն ու ներգաղթը տխուր լացով հանդիպեցին իրար։ 2020 թվականի դաժան պատերազմը 23 թվականից նորից կա, ավելի սարսափելի բան չկա, որ աշխարհը չի տեսնում, խուլ աշխարհը չի տեսնում այս հրաշք երկիրը։ Մեր հույսը, մեր ուժը, մեր նվիրումը, տրամադրենք բոլորիս փռուստ լինենք և գտնենք վերջապես մեր ցանկացած երկիրը։ Մի փոքրիկ օտարություն։ Օտարությունը նման է սովի, օտարությունը նման է ցավի, օտարությունը դառն է ու դաժան, մեկ օրը կարծես լինի մեկ տարի։ Օտարությունը ցուրտ է ձմռան պես, գարուն է դրսում, ոչ որ գարնան պես, ծառերը ծաղկած, վարդերը պես-պես, մեկ է օտարել, այսպես թե այնպես։ Մեր սիրելի Նազելի նույնպես դարձավ մեր գրական խմբակի անդամ և պատվոգրով եկեք ողջունենք, շնորհավորենք։ Շնորհակալություն, որ բոլորիս փռուցկարին հավաքեցին։ Շնորհակալ եմ։ Այստեղ է գտնվում աշխարհահռչակ, տիտղոսակիր, երգի մեծ վարպետ, համեցեք, խնդրեմ, Վանո Թավոս։ Իհարկե, կարևորը Գյումրի և նաև արտասահմանյան 3 քաղաքների պատվավոր քաղաքացի։ Եկեք շնորհավորենք այս պատվոգրով մեր սիրելի Վարամ Թադևոսյանին, տրվում է հայ երկարվեստի մեծ ավանդի և Սրբազան երկիր գրական խմբակի հետ համագործակցության համար Ռուզան Խաչատրյան։ Շնորհավոր Վարամ։ Ուզում նորգիրեմ բոլորիդ և հանձինս մեր սիրելի Ռուզաննայի, երբ որ առաջի անգամ ճանաչեցի Ռուզաննային, ես զգացի
նորաց այս անձնավորության գեղեցկությունը։ Այնքան հզոր ներքին գեղեցկություն, անսահման սեր, և պահպանվեց իմ էներգետիկ դաշտում և ուրախ եմ, որ ոչ միայն այսօր և սրանից հետո Ռուզաննան հաճախակի կազմակերպի ոչ միայն գրքի անպայման հանդես լինի, այլ գիտահամաչելի և այսպիսի հանդիպումներ, որովհետև բոլորը հանդիսանում եք առաջի հերթին դաստիարակող մշակներ։ Չէ՞։ Ոգեկոչով, այո, ինչն է կարևոր, որպեսզի մենք կարողանանք ինչպես ես մեծ դժվարությամբ 20-25-ից մոտ 30 տարի ներկայացնում եմ նաև բացի արևմտաեվրոպացի կոմպոզիտորի ստեղծագործությունը, Կոմիտասյան ստեղծագործությունները, Եկմալյան և միաբանում եմ այն գենակոդերը Եվրոպայի, որոնք ունեն R1, D1, ինքը արմենական գենակոդեր, որպեսզի և իրենք կարողանում են հասկանալ խորապես, ասենք ես խոսում եմ այդ լեզվով և իրենք հասկանում ընդունում են, որ իրենք ունեն նույն գենետիկան, ինչ-որ ունենք մենք և մեզանից ուղղակի ժամանակավոր ինչ պայմաններով գտնվելով հեռացել են մեզանից, հասել են մինչև Եվրոպայի ծայրամասերը։ Խոսքս արմենական տեսակի մասին է, ուզում եմ ասել, որ սիրեք, գնահատեք, պաշտեք ձեր տեսակը։ Եթե թշնամին իմանա մենք պաշտում ենք մեր տեսակին, ինքը միշտ հետ կնահանջի։ Դա մեզ բան։ Երբ որ նա օգտվում է մեր թերություններից, այդ ժամանակ առաջ է գալիս։ Ցանկանա եմ մեծ սիրով երաշյան ներքո կատարել մի բան, բայց ոչինչ կապելան ունի իր լուրջ մշակույթը, կապելան ավելի ակադեմիզմ է, քան թե ակամպանիմենտ։ Միշտ եղել են իմ դժվարագույն համերգները Դաշնամուրի ռոյալի նվագարկությամբ, քանթի օրկեստրի հասում։ Կանչե Kani
քանի Jan,